Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, երազներ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում։ Եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, ես Երևանում եմ, եթե չեք կարող այցելել, աշխատում եմ նաև on-line տեսահանգի միջոցով։ Իմ բոլոր օվիետերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, TikTok-յան ալիքներում, Instagram-ում, Facebook-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Ինչի մասին եմ այժմ ես ցույց ուզում խոսել, սիրելիներս։ Ու քանի որ ես վեդայական աստղաբանությամբ նույնպես զբաղվում եմ, աստղային քարտեզ եմ մեկնաբանում յուրաքանչյուր մարդու համար, եւ այժմ ուզում եմ խոսել կենտրոնակերպի բոլոր նշանների վտանգավոր կողմի մասին, թույլ կողմի մասին, որի ես ցանկանում եմ ձեզ ծանոթացնել, որպեսզի ինքներդ իմանաք, որն է ձեր նշանի կամ ձեր հարազատի այդ նշանի տակ ծնված մարդու թույլ վտանգավոր կողմը, որպեսզի կարողանաք խուսափել վտանգավոր իրավիճակների եւ իրողություններից, որովհետեւ ամեն մարդ ունի ոչ միայն իր լուսավոր կողմը, նաեւ ունի իր թաքնված մութ անկյունները, եւ եթե մենք զինված լինենք այդ ինֆորմացիայով, իմանանք ունենանք այդ գիտելիքները, կկարողանանք շատ դժվարություններ հաղթահարել, կկարողանանք մարդկանց հետ, նաեւ մեր հարազատների հետ լեզու գտնել, իմանալով տվյալ անձնավորության ոչ միայն լուսավոր գծերը, ոչ միայն դրական գծերը, այլև իմանալ նրա բացասական գծերը, իմանալ ինչ թաքնված կողմեր, ինչ քաոս, ինչ մտածված նեգատիվ մտածողություններ ունեն։ Սիրելիներս, խոյերը իրենք վտանգավոր են, իրենք հենց կարող են մարդուն վտանգի առաջ կանգնեցնել, կատարել սպանություն։ Դա չի նշանակում, որ բոլոր խոյերը իրենք պոտենցիալ մարդասպաններ են, բայց խոյերը բռնկվող հատկություն ունեն եւ շատ դեպքերում, երբ որ իրենք չեն կարողանում իրենց էմոցիաները հաղթահարել, շատ դեպքերում իրենք գնում են նաեւ տվյալ հանցագործության։ Ուրեմն ինչքան հնարավոր է խոյերին մի քանեք իրենց կարմիր գծերից, որպեսզի այդ անձնավորությունները չկարողանան այնպիսի իրավիճակի մեջ գնել, որ իրենք չկարողանան իրենց էմոցիաները զսպել։ Ցուլերի բացասական նեգատիվ կողմը դա սիրելիներս ակահությունն է, նաև ոչ մի բանի չկշտանալը, չեն կշտանում սեքսից, չեն կշտանում ուտելուց, չեն կշտանում հագնելուց, իրենց մոտ ամեն ինչ ցանկասիրությունը շատ է, բացի դրանից մեր սիրելի ցուլերը իրենց մոտ շատ է նարցիսիզմը, իրենք սիրում են, որ շրջապատի մարդիկ մենակ իրան նկատեն, միշտ իրենց գովաբանեն, իրենց դեմքը, իրենց տեսքը, իրենց հնարավորությունները, իրենց գեղեցկությունները, իրենց մոտ սրված է այդ ինքնասիրության նարցիսիզմի նշանները, նաև ակահություն, իրենք ոչ մի բանից չեն կշտանում եւ ուտելիքի տեսակետից, եւ հարստության տեսակետից, եւ սեռական հարաբերությունների տեսակետից։ Եկվորակները, ինչպիսի բացասական գծեր ունեն մեր սիրելի եկվորակները շատ են սիրում սուտ խոսել, գիտեք ինչ, անկախ նրանից հարցնում ես գործի մասին, հարցնում ես անձնականի մասին, հարցնում ես առողջականի մասին, եղանակի մասին, ընդհանրապես եկվորակները սիրում են ամեն ինչում չափազանցնել, ամեն ինչի մեջ ինչ-որ ֆանտազիաներ են մտցնում, ստախոզությունը իրենց մոտ մտած է, իրենք չեն կարողանում ճիշտը խոսել, դա նման է ինչ-որ տեսակի
սովորական մարդու այդ ֆանտազիայի, բայց հիմնականում ավելի շատ նման է ստախոսության, շատ հատուկենտ դեպքում է, երբ որ երկվորյակը միայն ճիշտն է ասում, երբ որ ինքը տեսնում է, որ դիմացի անձնավորությունը իրեն հարազատ է, ինքը նոր այդ ժամանակ կարող է այդ ժամանակ 100% ճիշտ ասի, ինքը միշտ ստում է, ինքը միշտ շատ բաներ թաքցնում է։ Ինչպիսի բացասական կողմեր ունեն խեսգետինները, սիրելիներս։ Խեսգետինները ինչին որ սիրում են, ում որ նվիրվում են այդ մարդուն, դա կլինի իր կեսը, իր սիրուին, իր ընկերուին, իր սիրեցյալը, իր բարեկամը, իր երեխան, ինչին որ նվիրվում են ու սիրահարվում են, իրենք դրան աստվածացնում են։ Ու գիտեք ինչ, այդ ժամանակ իրանք այնքան տարօրինակ ձևով են տվյալ մարդուն աստվածացնում, որ շատ դեպքերում խեսգետինները մոռանում են իրենց սիրելի խեսգետիններ, եթե դուք նման մարդուն բոլորին աստվածացնում եք եւ ձեզ մոռանում եք, դուք պատկերացրեք, եթե այդ մարդը ձեր աստվածը ձեզանից հեռանա, շատ դեպքերում խեսգետինները, երբ որ մարդուն նվիրվում են նման ձևով եւ բաժանություն է տեղի ունենում, իրենք շատ ծանր են տանում այդ բաժանությունը, այդ դավաճանությունը։ Կարողացեք սիրել ինքներդ ձեզ եւ դիմացինին է սիրեք, բայց չի կարելի աստվածացնել։ Աստվածացնելը դա սխալ մեկնաբանություն է, պետք չէ որ դուք ձեզի համար մարդուն դարձնեք կուրք։ Այրուզները, ինչպիսի բացասական գծեր ունեն այրուզները։ Այրուզների մեջ շատ է բացասական էգոիզմը։ Եթե այրուծը մտավ իր բացասական էներգետիկայի մեջ, դժվար կարողանաք նման մարդուն հանեք այդ վիճակից։ Ինքը ընդհանրապես ոչ մեկի չի ընդունի ու ոչ մեկի չի սիրի։ Այրուզները չեն ցանկանում ոչ մեկին ընդունել իրենց մոտիկ։ Գիտեք ինչ, դա չի նշանակում, որ բոլոր այրուզները չարն են, բայց երբ որ գալիս հասնում է այնպիսի վիճակ, որ այրուզը պետք է որոշում կատարի, իր համար ամենաառաջինը ինքն է, իր ցանկությունն է։ Իրենք իրենց են սիրում եւ երբեք իրենք իրենց սեփականը, իրենց էմոցիաները, իրենց ազատությունը ոչ մեկին չեն զոհելու։ Իրենք ցանկանում են ամենտեղ լինել միակը։ Դա տան մեջ կլինի, սիրային հարաբերությունների մեջ կլինի, գործնական հարաբերությունների մեջ կլինի, իրենք չեն ցանկանում, որ որևէ մեկը իրանից լավ լինի, որևէ մեկը ավելի շատ կովանաբանության արժանինքներ ունենա եւ հասնի։ Իհարկե, իրանք շատ դեպքերում աշխատում են, որպեսզի իրենցից ոչ մեկն էլ առաջ չգնա եւ իրենց չկարողանա հաղթահարել։ Հենց այդ ինքնասիրությունը, էգոիզմը այրուզներին նման ձևով առաջ է տանում։ Կույսերի բացասական գիծը սիրելիներս, դա նախանձն է, դա միջապես կապ չունի, մարդուն է նախանձում, տվյալ անձնավորության տանն է նախանձում, իրին է նախանձում, հագուստին է նախանձում, կույսը այդպիսի հատկություն ունի։ Ինքը եթե ինչ-որ մի բան տեսավ, անմիջապես ցանկանում է այդ անպայման ձեռք բերի եւ այդ էներգետիկան շատ դեպքերում կույսերին չի թողնում, որ իրենք առաջ գնան, զարգանան, որովհետև նախանձի էներգիան շատ դեպքերում փակում է հենց սիրելի կույսեր, ձեր առաջ գնալու ճանապարհը։ Կարողացեք այդ նախանձը, այդ չարակամությունը ձեր մեջից հաղթահարել։ Ինչպիսի բացասական կողմեր ունեն կշերտները։ Կշերտները շատ են իրենք հիանում իրենց գեղեցկությամբ եւ ամեն ինչ ներդնում են, որպեսզի իրենք երկար ժամանակ մնան գեղեցիկ, մնան գրավիչ, լինեն հրապուրիչ, դա եւ կանանց է վերաբերվում եւ տղամարդկանց է վերաբերվում։
Ուղղակի իրենց այդ տարօրինակ ցանկությունը, որ իրենք ցանկանում են միշտ գեղեցիկ մնալ, դա մի կողմից օգնում է, որ իրենք նաև իրենց ներքին աշխարհը գեղեցկացնեն, որովհետև կշերտները շատ լավ գիտեն, որ մարդը գեղեցիկ է ոչ միայն արտաքնապես, այլև մարդը գեղեցիկ է իր գործերով, իր մտքով, իր ուղեղով եւ իրենք նման ձևով զարգանում են, իրենք իրենց գեղեցկությունը պաշտպանում են, նաև զարգացնում են իրենց ներքին գեղեցկությունը։ Ճիշտ է, դա վտանգավոր ցանկություն չէ, եթե մարդը զարգացնում է նաև իր հոգու գեղեցկությունը, բայց եթե մարդը իր հոգու գեղեցկությունը չի զարգացնում ու միայն ընկնում է արտաքին գեղեցկության հետ այդ շղարշի հետևից, այդ դեպքում կշերտները կորցնում են քունդատար, անընդհատ փոփոխություն, անընդհատ ձևափոխություն, պլաստիկ վիրահատություններ, բայց երբ որ իրենք իրենց գեղեցկությունը տեսնում են, գնահատում են, նաև հոգեպես են գեղեցկանում, այդ ժամանակ կշերտները կարողանում են բացասական կողմերը հաղթահարել։ Սիրելի կշերտներ, ուշադրություն դարձրեք ոչ միայն ձեր արտաքին գեղեցկությանը, ուշադրություն դարձրեք նաև ձեր ներքին գեղեցկությանը եւ այդ ժամանակ դուք հավասարակշռված վիճակի մեջ կլինեք։ Ինչպիսի բացասական կողմեր ունեն կարիճները։ Կարիճների բացասական կողմը ցանկասիրությունն է։ Իրենք ում տեսան, կապ չունի տարիքով է, երիտասարդ է, ջահել է, իրենք ցանկանում են տվյալ մարդկանց հետ մտնել շփման մեջ եւ շփումը ոչ թե որպես գործընկեր շփում, իրենք անպայման դա պետք է լինի սեռական հարաբերության տեսքով եւ շատ դեպքերում այդ ցանկասիրությունը, այդ հիվանդագին ցանկասիրությունը չի թողնում, որ կարիճները կարողանան ճիշտ նորություն կազմել, կարողանան ընտանիք կազմել, իրենք չեն կարողանում հասկանալ ինչն է իսկական սերը, այդ ցանկասիրության զգացմունքը փակում է կարիճների ուղեղը եւ իրենք իսկական սերը սեքսից, սեռական հարաբերությունից չեն կարողանում ճոգել։ Ինչպիսի բացասական կողմեր ունեն սիրելիներս աղեղնավորները։ Աղեղնավորները շատ սիրում են սիրահետել, սիրում են դավաճանել, իրենք անընդհատ իրենց պահում են որսի հետևից ընկած մարդկանց նման, իրենք չեն կարողանում զսպել իրենց այդ հակումները, դա եւ կանանց է վերաբերում, եւ տղամարդկանց է վերաբերում, եւ շատ դեպքերում այդ ֆլիրտ ունենալու, ֆլիրտ ցանկանալու հատկությունները աղեղնավորներին բերում կանգնեցնում են այնպիսի փաստի առաջ, որ իրենք իրենց ընտանիքն են կորցնում, իրենց երեխաներին են կորցնում, իրենց տունն են կորցնում, որովհետև սխալ գործողություններ են կատարում։ Սիրելի աղեղնավորներ, կարողացեք ձեր այդ դավաճանությունը, ձեր այդ ֆլիրտ ունենալու ցանկությունները հաղթահարել, որպեսզի չկանգնեք զերոյական գծի վրա, որպեսզի դադար կոդրած տաշտակի դեմը չկանգնեք։ Ինչպիսի բացասական կողմեր ունեն այդ եղջյուրները։ Այդ եղջյուրները ցանկանում են հասնել մեծ բարձունքների։ Այդ եղջյուրները շատ դեպքերում իրենք դրա պատճառով աշխատանքը կատարում են 100%, 120%, որպեսզի մենակ իրենք այդ գովասանքին արժանանան։ Գիտեք ինչ, դա պատասխանատվություն է, դա վատ զգացմունք չէ, բայց երբ որ այդ եղջյուրները դա արդեն մտնում է իրենց այրան մեջ, իրենք տարօրինակ ձևով հիմնարկությունից դուրս չեն գալիս, օֆիսից դուրս չեն գալիս, անընդհատ նվիրված են այդ գործին, որպեսզի անընդհատ փող աշխատեն, անընդհատ լինեն ուշադրության կենտրոնում, իրենք կորցնում են իրենց հարազատին, կորցնում են իրենց ընտանիքը, որովհետև ուշադրություն չեն դարձնում իրենց անձնականին։ Այդ տարօրինակ ակահությունը, այդ տարօրինակ ժուժկալությունը չի թողնում, որ այդ եղջյուրները իրենց կյանքից հաճույք ստանան։ Ընդհակառակը իրենք պետք է նման իրավիճակին մանների արանքով նայեն եւ ուշադրություն դարձնեն ընտանիքին եւ կարիերային, որպեսզի չմնան առանց ընտանիք։
որն է ջրհոսների բացասական կողմը, բացասական գիծը։ Ջրհոսները ընդհանրապես իրենց համարում են ամենալավը, ամենագեղեցիկը, ամենախելացին, ամենաբոյովը, ամենահարուստը, ամենակարողը, իրենք համարում են, որ իրենք ամենան են։ Սիրելի ջրհոսներ, վերևից ամբերից իջեք ներքև, դուք էլ սովորական մարդկանց նման եք, ամեն մարդ ունի եւ դրական գծեր եւ բացասական գծեր, դուք որ անընդհատ ձեզ համարում եք ամենան, դուք ժամանակին կկործնեք եւ ընկերներին եւ ընտանիքը եւ հարազատներին, որովհետեւ ձեր նման ամենայի հետ ոչ մեկը չի ցանկանա հարաբերությունների մեջ մտնել։ Իջեք երկնքից ներքև։ Ծգներ, մեր ծգները ինչպիսի բացասական կողմեր ունեն, ընդհանրապես ծգների բացասական կողմը, որ իրենք երազում են եւ ապրում են այդ երազանքների մեջ։ Շատ դեպքերում, երբ որ իրենք այդ երազանքները կատարելու համար ոչ մի գործողություն չեն կատարում, ծգների երազանքները մնում են երազանքներ եւ չեն իրականանում, բայց եթե մեր սիրելի ծգները կարողանան հաղթահարեն այդ քնած վիճակը, դուրս գան այդ նիրվանայից եւ իրենց երազանքին հասնելու համար շարժվեն, իրենք կհասնեն իրենց երազանքներին։ Իսկ եթե ուղղակի երազեն եւ ոչ մի գործողություն չկատարեն, իրենք կմնան այդ չկատարված երազանքների մեջ։ Ահա ինչպիսի բացասական կողմեր ունեն մեր սիրելի կենդանակերպի յուրաքանչյուր նշանները։ Ասկանը հաջողություն, ստեսություն։